Գիրք Ծննդոց, գլուխ 29։ Եվ Հակոբը ճանապարհ ընկավ և գնաց արևելքի որդկանց երկիրը։ Եվ մտիկ տվավ, և ահա դաշտումը մի հոր կար, և ահա այնտեղ նրա մոտ ոչխարների 3 հոտ պառկել էին, որ այն հորիցը խմեցնում էին հոտերին։ Եվ հորի բերանին մի մեծ քար կար, և բոլոր հոտերը այնտեղ էին ժողովում։ Եվ հորի բերանիցը քարը գլորում էին և հոտերին խմեցնում, և քարը դարձյալ իր տեղը հորի բերանին էին դնում։ Եվ Հակոբն ասեց նրանց. «Եղբայրներս, որտեղից եք դուք»։ Եվ նրանք ասեցին. «Մենք Խարանիցն ենք»։ Եվ նա ասեց նրանց. «Նաքովրի որդի Լաբանին ճանաչում եք»։ Եվ նրանք ասեցին. «Ճանաչում ենք»։ Եվ նա ասեց նրանց. «Առողջ է»։ Եվ նրանք ասեցին. «Առողջ է, և ահա նրա աղջիկ Ռաքելը ոչխարների հետ գալիս է»։ Եվ նա ասեց. «Ահա տակավին օր շատ կա, և ժամանակ չէ հոտերը ժողովելու, ոչխարներին խմեցրեք և գնացեք արածեցրեք»։ Եվ նրանք ասեցին. «Չենք կարող մինչև որ բոլոր հոտերը մեկտեղ չժողովվին։ Այն ժամանակ հորի բերանից քարը կգլորեն և ոչխարներին կխմեցնենք»։ Եվ երբ որ տակավին նրանց հետ խոսում էր, Ռաքելն եկավ իր հոր ոչխարների հետ, որովհետև նա էր նրանց հովիվը։ Եվ եղավ, երբ որ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի աղջիկ Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Հակոբը մոտեցավ և քարը հորի բերանիցը գլորեց և իր մորեղբայր Լաբանի ոչխարներին խմեցրեց։ Եվ Հակոբը համբուրեց Ռաքելին և ձայնը բարձրացրեց լաց եղավ։ Եվ Հակոբը պատմեց Ռաքելին, թե ինքը նրա հոր ազգական և Ռեբեկայի որդին է։ Նա էլ վազեց և իր հորը պատմեց։ Եվ երբ որ Լաբան իր քրոջ որդի Հակոբին համբավը լսեց, նրան դիմավորելու վազեց, և գրկեց և համբուրեց նրան, և իր տունը տարավ։ Եվ նա պատմեց Լաբանին բոլոր այս բաները։ Եվ Լաբանն ասեց նրան. «Իրավի դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ Եվ նա նրա հետ մի ամբողջ ամիս մնաց։ Եվ Լաբանն ասեց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ձրի ծառայես, ասիր ինձ, ի՞նչ է քո վարձքը»։ Եվ Լաբանն 2 աղջիկ ուներ, մեծի անունը Լիա և փոքրի անունը Ռաքել։ Եվ Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքելը գեղեցիկ էր տեսքով և գեղեցիկ դեմքով։ Եվ Հակոբը սիրեց Ռաքելին և ասեց. «Քո փոքր աղջիկ Ռաքելի համար 7 տարի քեզ ծառայեմ»։ Եվ Լաբանն ասեց. «Ավելի լավ է, որ ես նրան քեզ տամ, քան թե նրան ուրիշ մարդի տամ, բնակվիր ինձ հետ»։ Եվ Հակոբը Ռաքելի համար 7 տարի ծառայեց, և նրա աչքին մի քանի օրերի պես էր, նրան սիրելու պատճառով։ Եվ Հակոբն ասեց Լաբանին. «Կինս տուր, որովհետև օրերս լրացել են, որ ես մտնեմ նրա մոտ»։ Եվ Լաբանն այնտեղի բոլոր մարդկանցը ժողովեց և խնջույք արավ։ Եվ եղավ, որ իրիկունը նա իր Լիա աղջիկն առավ և նրա մոտ բերավ, և նա նրա մոտ մտավ։ Եվ Լաբանն իր աղախին Զեղփան իր աղջիկ Լիային աղախին տվավ։ Եվ եղավ առավոտանց, և ահա նա Լիան էր։ Եվ Հակոբը Լաբանին ասեց. «Ի՞նչ է սա, որ դու ինձ արել ես, միթե ես քեզ Ռաքելի համար չեմ ծառայել, ապա ինչու համար ինձ խաբեցիր»։ Եվ Լաբանն ասեց. «Մեր երկրումն այսպես չեն անի, որ փոքրը մեծից առաջ տան։ Լրացրու այս յոթնյակը, և ես սրան էլ կտամ քեզ այն ծառայության համար, որ ինձ ծառայես ուրիշ 7 տարի էլ»։ Եվ Հակոբն այնպես արավ, և այն յոթնյակն էլ լրացրեց, և Լաբանն իր Ռաքել աղջիկը նրան կին տվավ։ Եվ Լաբանն իր աղախին Բաղան իր աղջիկ Ռաքելին աղախին տվավ։ Եվ նա Ռաքելի մոտ էլ մտավ, և Ռաքելին Լիայիցն ավելի սիրեց, և Լաբանին 7 տարի էլ ծառայեց։ Եվ երբ որ Եհովան տեսավ, որ Լիան ատվում է, նրա արգանդը բացավ, բայց Ռաքելը ամուլ էր։ Եվ Լիան հղացավ և մի որդի ծնեց, և նրա անունը Ռուբեն դրավ, որովհետև ասեց. «Եհովան իմ տառապանքին նայեց, ուրեմն հիմա իմ մարդն ինձ կսիրե»։ Եվ դարձյալ հղացավ և մի որդի ծնեց, և ասեց. «Որովհետև Եհովան լսեց, որ ես ատվում եմ, նրա համար ինձ այս որդին էլ տվավ»։ Եվ նրա անունը Շմավոն դրավ։ Եվ դարձյալ հղացավ և մի որդի ծնեց, և ասեց. «Հիմա այս անգամ իմ մարդն ինձ հետ կմիավորվի», որովհետև 3 որդի ծնեցի նրա համար։ Այս պատճառով նրա անունը Ղևի դրավ։ Եվ դարձյալ հղացավ և մի որդի ծնեց, և ասեց. «Այս անգամ պիտի գոհանամ Եհովայից», նրա համար
նրա անունը Հուդա դրավ և ծնելուց դադարեց։